Մեր տաղավարում են Մեր տաղավարում են աուտիզմ ազգային հիմնադրամի դեռահասների եւ երիտասարդների խմբի ծրագրի ղեկավարներ եւ էրգոթերապիստներ Ծովինար Սիմոնյանը եւ Գոհար Կարապետյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ մեզ հետ եք սկսում առավոտը ու մեր տաղավարում եք այս պահին, հատկապես որ նման կարևոր թեմայի ենք անդրադառնալու միասին։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք առհասարակ, աուտիզմ հասկացողության, համախտանիշի, պատճառագիտության եւ ախտանիշների մասին։ Աուտիզմը նյարդաբանական զարգացման խանգարում է, այն դրսևորվում է անձի կյանքի առաջին տարիներին, 1.5 տարեկանից արդեն կարելի է նկատել երեխայի մոտ որոշակի վարքագծային հաղորդակցման եւ հաղորդակցման դժվարություններ, այս անձիկ ունեն որոշակի ստերեոտիպ վարքաձևեր, հաղորդակցման դժվարություններ, ինչպես նաև զգայական մշակման դժվարություններ, սոցիալական փոխազդեցության դժվարություններ, ինքնախնամքի եւ ինքնասպասարկման դժվարություններ, կրկնվող վարքագիծ, պատճառագիտությունը դեռևս հայտնի չէ, սակայն չկա որևէ գիտական ապացույց, որ այն գենետիկ փոխանցվող հիվանդություն է։ Չեն կարող դա ուղղակի կապել, որ չգիտեմ, հայրիկից է անցել, մայրիկից է անցել, կամ մեր մոտ 15 պորտ են կողմ ինչ-որ մի բարեկամ կա, դա գենետիկայի հետ չեն կարող կապել եւ դեռ բժշկությունը չի հստակ կա։ Այո, չկա որևէ գիտական ապացույց, որը կփաստի, որ դա գենետիկ հիվանդություն է։ Առհասարակ աուտիզմը ընդգրկված է հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ որպես հիվանդություն, սակայն դա ավելի շատ ապրելակերպ է, որովհետև չունի սկիզբ, կուլմինացիա եւ ավարտ, դա ամբողջ կյանքի ընթացքում է։ Իսկ արդյոք կառավարելի է վիճակագրությունը աուտիզմի, որովհետև օրինակ կարդացել եմ, որ վերջերս վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպքերը շատացել են կամ նվազում են, ինչով է պայմանավորված այդ վիճակագրությունը։ Դեպքերը հիմնականում շատացած են, քանի որ հիմա ավելի զարգացած է գնահատման մեթոդները։ Ամերիկայի օրինակով ասեմ, 35 երեխայից մեկը ունի աուտիզմ, Հայաստանում 2025 եւ 2026 թվականի տվյալներով 400 կամ 300 երեխայից մեկը ծնվում է աուտիզմով։ Բայց ամեն դեպքում կա ոչ մի ձև ուղղություն կամ չգիտեմ ինչ-որ գործողություններ, որ մենք կարողանանք այս ցուցանիշները նվազեցնել։ Բժշկության նվազեցնելու միտում չկա, բայց վաղ միջամտությունը կարող է իր դրական արդյունքը ունենալ եւ վաղ միջամտության ժամանակ երեխաները կարողանում են սովորել տարբեր հմտություններ, որոնք որ իրենց կյանքի որակի բարելավմանն են տանում։ Առայժմ դեռևս աճում է խնդիրը, քանի որ մարդիկ ավելի շատ են դիմում, ավելի նախկինում փակ էին եւ հիմա ավելի իրազեկ են եւ վաղ միջամտության են դիմում ավելի շուտ։ Չշեղվելով թեմայից նաև անդրադառնանք իմ ուղին կենտրոնի գործունեությանը, ինչ ծառայություններ է մատուցում, քանի շահառու ունեք։ Իմ ուղի կենտրոնը 17 հիմնական ծառայություններ է մատուցում, էրգոթերապիա, խոսքային թերապիա, դոգթերապիա, այն 17-ը մնացած չնշեմ, բայց պետք է նշեմ, որ միակն ենք, որ սոցիալիզացիաները ներառել ենք որպես ծրագրի հիմնական մաս, ծառայությունների հիմնական մաս։ Սա շատ կարևոր է, որովհետև սոցիալիզացիաների շնորհիվ երեխաները, դեռահասները եւ երիտասարդները կարողանում են ներառվել հասարակության մեջ եւ զգալ իրենց հասարակության լիարժեք անդամ։ Իսկ ինչպես եք ինտեգրումը սոցիալական իրականացնում։ Սոցիալիզացիաների մասով կազմվում են խմբեր ըստ ֆունկցիոնալության եւ տարբեր ժամանցային մշակութային կենտրոններ են հաճախում մարզաները մասնագետների ուղեկցությամբ այժմ բավականին հաճախ հնարավորություն ունեն դուրս գալու եւ հասարակությունն է փոխել բավականին իր տեսակետը եւ վերաբերմունքը իրազեկվածության շնորհիվ։ Ավելի հանդուրժող է հասարակությունը դարձել, եթե 10 տարի առաջ մենք մեր սաների հետ սոցիալիզացիաների ենք գնում եւ խեթ հայացքներ էին նույնիսկ լինում, կամ հասարակությունը չգիտեր ինչպես արձագանքել, այժմ դա բավականին նվազել է։ Կենտրոնը 235 շահառու է սպասարկում, մենք նպատակ ունենք ավելացնելու այդ թիվը եւ ավելի շատ երեխաների, դեռահասների եւ երիտասարդների հնարավորություն ընձեռելու, ստանալ վերականգնողական ծառայություններ։ Իսկ քանի որ անկեղծ հետաքրքրեց, կենտրոնի մասին երբ է ձևավորվել կենտրոնը, երբ է կյանքի կոչվել, քանի տարի արդեն աշխատանք ու գործունեություն է ծավալում։
աուտիզմ ազգային հիմնադրամը որպես հիմնադրամ 2012 թվականից է իր գործունեությունը սկսել, բայց պետք է նշեմ, որ ավելի վաղ 2006 թվականից մեր ծնողներն են հիմնել հիմնադրամը եւ այս առիթը բաց չեմ թողնի մեր բոլոր ծնողներին շնորհակալություն հայտնելու, որովհետեւ իրենց շնորհիվ է, որ կենտրոնը շարունակում է զարգանալ, իր գործունեությունը ծավալել եւ որ ամենակարևորն է իրենց շնորհիվ, որ երեխաները դեռևս ապրում են ընտանիքներում եւ չեն ուղղորդվում ինչ-որ փակ հաստատություններ։ Ինչը շատ ողջունել եմ, մենք էլ ենք միանում ձեր ողջույններին, բոլոր ծնողների մեր ջերմագին ողջույնները, ու նաև այդտեղից իմ ուղին հենց հետաքրքիր էր այս ճյուղը, ինչ ենք մենք առանձնացնում հենց իմ ուղին, ինչու իմ ուղին։ Իմ ուղի կենտրոնի անվանումը նույնպես ծնողների միտքն է եղել, հիմնադրամի ներքո գործող միակ կենտրոնն է, որ կոչվում է Իմ ուղին, ունի երկու մասնաշենք՝ դեռահասների եւ երիտասարդների, ինչպես նաև նախադպրոցականների եւ դպրոցականների։ Շատ լավ։ Ինչ միջոցառումներ է նախատեսում հիմնադրամը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա հետ կապված։ Այսօր Իմ ուղին կենտրոնում հենց տեղի կունենա մեծ միջոցառում, որում ներգրաված կլինեն տարբեր արտիստներ, կերքեն մեր սաների, շահառուների հետ միասին նույն բեմից, որը եւս խոսում է այն մասին, որ հավասարություն ամեն դեպքում կա եւ սա մի մեթոդ է, մի ուղղություն է, որով կարող են մեր սաները հավասար քայլել բոլորի հետ, հնարավորություն է։ Այսօրվա միջոցառմանը ներգրաված են Տերյան մշակութային կենտրոնի հասարակական կազմակերպությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ։ Կենտրոնի բակում այսօր կլինի ցուցահանդես վաճառք, որտեղ կներկայացվեն մեր սաների աշխատանքները, արվեստի գործերը, նկարները եւ կիրառական արվեստի մեթոդով, միջոցով ներկայացված տարբեր պարագաներ, իրեր, իրենց ձեռքի աշխատանքները, եւ երիտասարդների ձեռքի աշխատանքները։ Մուտքը ազատ է, ոնց հասկացա։ Ժամը քանիսից է սկսվելու։ Ժամը 2-ին միջոցառումը կսկսվի։ 14:00-ից բաց է մինչև Գյուրջան 29-1 հասցեում։ Միջոցառումը մոտավորապես Գյուրջան 29-1 հասցեում։ Գյուրջան 29-1 լսում։ Միջոցառումը կտևի մոտավորապես 1 ժամ, կարող եք վայելել մեր սաների կատարումները։ Հրաշալի է, որ ու այդ ձևաչափը շատ եմ անկեղծ էլ հավանում ու սիրում, որ մի հարթակում պրոֆեսիոնալ եւ երիտասարդները միասին կարողանում են իրար հետ համագործակցել եւ այո, ոչ մի արտասովոր բան չկա, մենք յուրաքանչյուրս հավասար ենք։ Շատ հաճախ եմ այդ օրինակը բերում, մեկը բարձրահասակ է կամ մեկը այդքան էլ հասակ չունի, մեկը մի քիչ գեր է, մեկը մի քիչ նիհար է։ Մեր հենց խորագիրը գրում է ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ։ Իսկ առհասարակ մարդիկ ինչպես կարող են աջակցություն ցուցաբերել հիմնադրամի նախաձեռնություններին։ Կենտրոնում կարող են իրականացնել կամավորական աշխատանք եւ ֆինանսական աջակցություն կարող են ցուցաբերել հետագա ռեսուրսները բարելավելու եւ մասնագիտական թիմը բարելավելու, մասնագետների թիմը մեծացնելու, ավելացնելու, ռեսուրսները ավելացնելու ուղղությամբ եւ թերապիաների որակը բարելավելու համար։ Այս առումով նաև պետք է նշեմ, որ շատ մեծ է բարերարների դերը, շնորհակալություն բոլոր հայ բարերարներին, որոնք որ եւ Հայաստանից եւ արտերկրից մշտապես մեր սաների կողքին են, աջակցում են եւ հնարավոր են դարձնում թերապիաների շարունակականությունը։ Սա շատ կարեւոր է ինչպես վաղ միջամտությունը, այնպես էլ շարունակական կրթության հնարավորությունը։ Իհարկե, քանի որ մենք փոքր ժամանակ դեռևս ունենք, առաջարկում խոսենք նաև հետագա պլանների եւ ծրագրերի մասին։ Հետագայում հնարավորության եւ ֆինանսավորման դեպքում կենտրոնը նպատակ ունի ավելի շատ երեխաների, դեռահասների մատուցել ծառայություն, պետք է նշեմ, որ կենտրոնը միակն է տարածաշրջանում, որ առանց տարիքային սահմանափակման ծառայություններ է մատուցում աուտիզմ եւ զարգացման այլ խանգարումներ ունեցող դեռահասների, երիտասարդների։ Սա շատ կարևոր է, որովհետև 14 տարեկանից հետո արդեն խնդրի առաջ են բախվում, չունեն զբաղվածություն, չունեն իմաստալից զբաղվածություն, ժամանցի ապահովում, իսկ կենտրոնը այս մասով շատ կարևոր դեր ունի եւ
քանի որ ավելի շատ է արդեն ախտորոշումը, գործիքակազմը փոխվել է, ավելի հնարավորություն կլինի երեխաներին, դեռահասներին, շատ թվով դեռահասներին ստանալ ծառայություններ։ Սա ամենակարևոր նպատակն է։ 111 շահառու հերթագրված, որոնք սպասում են իրենց ծառայությունների ստանալու հերթին։ Ինչ են հերթի սպասում։ Քանի որ չունի այո, մենք կենտրոնը ունենք սահմանափակ ռեսուրսներ ցավոք սրտի, մենք ֆինանսավորվում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ կրթության սպորտի նախարարության կողմից, սակայն այդ դրամաշնորհային ծրագրերը սահմանափակ են եւ չեն բավականացնում շատ թվով մասնագետներ գրավելու համար այս առումով դժվարություն է առաջանում ավելի շատ թվով երեխաների սպասարկել դեռահասների եւ երիտասարդների նույնպես։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մեր ծրագրի շնորհիվ մեզ հետևողներ շատ կան եւ նաեւ կարող ենք նրանց դիմել, որ կենտրոնը ունի նաեւ օգնության կարիք, աջակցության կարիք, ոչ միայն նախարարության ֆինանսավորման կամ չգիտեմ դրամաշնորհային ծրագրերի հույսով պետք է գոյատևի եւ ապրի կենտրոնը, այլ նաեւ կարող են մարդիկ ձեր նշած բարերարներ թվով ավելի մեծանան ու շատանան նաև իրենց ամեն մեկ մի փոքրիկ լումայի ներդրման դեպքում նույնպես հնարավորությունները էլ ավելի կմեծանան եւ կըլայնվեն եւ մարդիկ դեռահասներ կամ երիտասարդներ հերթի մեջ չեն ուղակի սպասի թե երբ է գալու իրենց հերթը եւ հնարավորություն կունենան ամենակարևորը իմաստալից զբաղվածություն ունենալու, որը որ գերխնդիր է այս դեպքում դեռահասների եւ երիտասարդների համար։ Շատ շնորհակալություն ձեզ, նաև այն ծնողներին, ովքեր տարիներ առաջ հիմնել են այս կենտրոնը ու շարունակում են ձեր նման մարդիկ ու ծնողներ նույնպես պահել ու պահպանել այս կենտրոնը, որպեսզի երեխաները ել ավելի բարելավված ու հարմարավետ պայմաններում ստանան այն ամենը, ինչ որ քիչ առաջ մենք զրույցի ընթացքում էլ նաև նշեցինք։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Ձեզ նույնպես շնորհակալ ենք հրավերի համար։ Սիրով։